Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակել են հայկական գյուղերի Սյունիքի մարզի Խնածախի ուղղությամբ։ Ինչպես է հայկական կողմն արձագանքում դրան, այն դեպքում, երբ ադրբեջանցիները անընդհատ ապատեգատվություն են տարածում, մեղադրում հայկական կողմին, թե իբրև մերոնք են կրակում։ Ըստ իրենց խախտումների վերաբերյալ եւ մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին։ Եվ պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել։ Հայաստանը եւս տվյալներ է փոխանցել Ադրբեջանի կատարած խախտումների մասին։ Հայկական կողմն ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի ազդակներ չեն տեսնում։ Ադրբեջանը կրակում է Հայաստանի գյուղերի վրա, իսկ մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը խաղաղության պայմանագրից է խոսում, միաժամանակ համբերության հորդոր անում, գուցե լավ նորություններ լինեն։ Մենք ինչպես պատրաստ ենք վարկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունը, այնպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայաստանը դիտարկում է Ռուսաստանին որպես միջնորդ Ադրբեջանի հետ բանակցություններում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը, թե Ռուսաստանը երկար ժամանակ միջնորդի դեր է կատարել։ Այժմ ըստ նրա Երևանը բանակցում է Բաքվի հետ հիմնականում երկկողմ ձևաչափով։ Նախ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում։ Ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջև, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետք է տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Բաքուն փաստացի միայնակ չէ բանակցություններում, նրա կողմից է խաղում Անկարան եւ իր պահանջները ներկայացնում Երևանին։ Իսկ Թուրքիանում կողմից է։ Ռուսական կողմն ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից։ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում ենք եւ պատրաստ ենք առաջիկայում էլ կառուցել եւ խորացնել հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։ Պաշտոնական Երևանը բազմիցս է տարբեր առիթներով հայտարարել։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն ստորագրման համար հիմա պահանջում է փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։